Ղարաբաղից տեղահանված 2024 թվականին Լոռու մարզի ջրհեղեղից տուժած, սահմանամերձ բնակավայրերում ապրող եւ հաշմանդամություն ունեցող անձիկ բիզնես գաղափարները ֆինանսավորման են ներկայացնում Tree for Resilient Armenia ծրագրին։ Տնտեսական ինտեգրմանն ուղղված այս ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, համատեղ իրականացնում են Iris Business Incubator-ը, Հայկական Կարիտասը եւ Impact Hub Երևանը։ Հայկական Կարիտասի դեպքում, որ թիրախավորում է այն անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, ունեն հմտություններ, որոնք չեն համապատասխանում մեր աշխատաշուկային կամ ընդհանուր մեր շուկային, այս պարագայում Հայկական Կարիտասը տրամադրում է տնտեսական ինտեգրումը Nexus մոտեցման միջոցով։ Մենք բնակարանային ապահովման հարցում ենք աջակցելու, բնակվարձերի փոխհատուցման եւ փոքր վերանորոգումների միջոցով եւ նաեւ օգնելու են գյուղատնտեսական ոլորտում ինքնազբաղված դառնալու համար։ Iris Business Incubator-ն աջակցում է ինքնազբաղվածներին, որ անցնեն ստարտափի, հետո կայուն բիզնեսի, իսկ Impact Hub Երևանը գործող ձեռնարկատերերին, որ ընդլայնեն բիզնեսը։ Ծրագիրը ներառում է բիզնեսի աջակցման ամբողջական շղթան, դասընթացներ, քոուչինգ, մենթորություն, ինչպես նաև ֆինանսավորում դրամաշնորհների եւ փոխառությունների միջոցով։ Iris Ակադեմիայի շրջանակում աշխատել են մի քանի ամիս եւ այսօր այդ կուլմինացիոն օրն է, երբ որ իրենք գալիս են եւ պատրաստի իրենց բիզնես պլանները ներկայացնում են արդեն ներդրումային կոմիտեին, հանձնաժողովին, որի հիման վրա մենք կընտրենք արդեն հաղթողներին։ Այս փուլում կֆինանսավորվի 25 մասնակից, առաջիկայում նախատեսվում է եւս 3 փուլ եւ ընդհանուր 100 հոգի հնարավորություն կունենա ստանալու դրամաշնորհ։ Ինքնազբաղվածների համար սահմանված բյուջեն 850,000 դրամ է, իսկ խոշոր ստարտափներին մինչեւ 2,400,000 դրամ։ Էմմա Պետրոսյանը զբաղվում է հրուշակագործությամբ եւ ֆուրշետային ձևավորումներով։ Հայաստան տեղափոխվելուց հետո բախվել է մի շարք դժվարությունների, սակայն ծրագրին մասնակցելով փուլ առ փուլ հաղթահարում է դրանք։ Մինչև ծրագրին դիմելը նորմալ ինքնարժեքի հաշվարկ չենք արել, մրցակիցների վերլուծություն չենք արել ու ինչու՞ չէ շուկան չենք վերլուծել, այս դասընթացը այդ դրթեց դրան, որպեսզի ավելի ճիշտ մեր քայլերը կատարենք։ Մենք նույնիսկ սոցիալական ցանցերում չկայինք, դասընթացի ընթացքում սկսեցինք արդեն մեր բրենդինգի վրա աշխատել ու ճանաչելիությունը շատացավ։ Իսկ Սերգեյ Գրիգորյանի հիմնած ընկերությունը պատրաստում է ավանդական խմորեղեն արցախյան բաղադրատոմսերով։ Արտադրանքը ներկայացված է խոշոր առևտրային ցանցերում եւ խանութներում։ 1.5 տարում հասցրել է շահել սպառողների վստահությունը։ Ճիշտ է, դիմել ենք դրամաշնորհի համար, որովհետև մեր համար ֆինանսական ռեսուրսները ներգրավել մի փոքր դժվար է, բայց դասընթացների ընթացքում նաև հասկացանք որոշ թիրախներ, որոնք պետք է թիրախավորեինք բիզնեսի ընթացքում, եւ դա ավելի շատ վերաբերվում է մարքեթինգային վերլուծություններին, եւ մենք արդեն իսկ իրարում ենք այդ հմտությունները, որոնք ստացել ենք դասընթացների ընթացքում, ավելի շատ մենք սոցիալական ցանցերում գովազդների որակի եւ մեր սպառողի ընտրության հարցով ենք կենտրոնացել։ Շուտով կմեկնարկի ծրագրի 3-րդ փուլը, նույն թիրախային խմբերի ներկայացուցիչները կարող են լրացնել հայտը, ովքեր կհաղթահարեն անհրաժեշտ փուլերը կստանան դրամաշնորհ։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։